Երկրում ակտիվ շինարարությանը զուգահեռ ակտիվացել են սողունները։ Դեռ տարվա կեսն է, բայց փրկարար ծառայությունը բնակիչներից ավելի քան 600 ահազանգ է ստացել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 74-ով ավելի։ Հայտնաբերվել է 315 օձ, որից 50-ը թունավոր։ Սողունները շոկ ժամանակ սիրում են ավելի շատ, իրանք ակտիվանում են, այսպես ասեմ։ Ներքին գործերի նախարարությունն ահազանգ է ստանում հանրապետության բոլոր անկյուններից։ Այս տարի փրկարարներն ամենաշատը հայտնաբերել են մայրաքաղաքաբնակ օձերի։ Օձեր նկատելու ահազանգերի 43%-ը Երևանից է եղել։ Քիչ չեն զանգերը նաև Կոտայքից, 104 ահազանգ առաջին կիսամյակում։ Օձերը իրենցից որպես այդպեսին վտանգ չեն ներկայացնում, եթե մենք իրենց չփորձենք վնասել։ Եթե 2-ից 2.5 մետր հեռավորություն պահպանենք, օձը ինքնստինքյան հեռանալու է, ոչ մի վնաս, ոչ մի հարձակում չի իրականացնելու։ Փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքով գալարվող կենդանիները հիմնականում շենքերի հարակից տարածքներում են հանդիպում։ Փրկարարները նրանց մեկուսացնում են, անվտանգ տարածք տեղափոխում ու բաց թողնում։ Շենքեր, շինությունները, որ նոր կառուցում են, այդտեղ մարդաբնակ տեղ չի, ասենց ասեմ, կոպիտ ասած, մի քիչ հումոր թե մի քիչ ճիշտ, դա ավելի շատ իրանց տարածքն է, ուղղակի որ նոր տարածքի վրա նոր շինություն է լինում, կոպիտ ասած ունենց է դուրս գալի, որ իրանց տարածքի վրա մենք շինություն ենք անում, դրա համար մենք ավելի շատ իրանց հանդիպում ենք։ Կաշին որ տեսել եմ։ Խաչիկ Նարավոտյան է տեսել օձի փոխած շապիկը իր տնից ոչ հեռու, ասում է իրենց տարածքում օձերի պակաս չկա։ Միայն թե վնասում է այն ժամանակ, երբ վտանգ է զգում։ Այսօր առավոտ օձի կաշին տեսա, դա փոխած այնտեղ գցել է, որ փոխում են, այնտեղ էլ է գցած, կարակ նայեք։ Փրկարարները զգուշացնում են, օձ տեսնելիս պետք չէ խուճապի մատնվել, քանի որ օձը երբեք նախահարձակ չի լինում։ Հորդորում են միանգամից փրկարար ծառայություն զանգել, իսկ եթե օձը կծել է, շտապօգնություն կանչել, ինքնաբուժությամբ չզբաղվել։ Դա կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան օձի խայթոցը։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։